կատարիր գնումների ձյան համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Շնորհակալություն մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, 2019 թվականից մեկնարկած օրենսդրական փոփոխություններով մասնավորապես պետական տուրքի մասին օրենքում լրացում իրականացնելով հնարավորություն ընձեռնվեց օդային ճանապարհով նոր ուղղություններով չվերթեր իրականացնելիս օդային ուղևորներին օգտվել պետական տուրքի, այսպես կոչված օդի տուրքից ազատվելու արտոնությունից, որը համաձայն օրենքի կազմում է 10,000 դրամ, եւ այդ պայից սկսած մենք ունեցանք բավականին լավ դինամիկա աշխարհագրության ընդլայնման եւ այդ դինամիկան շարունակվեց եւ 2023-24 թվականների թվերով մենք տեսանք, որ հասել ենք որոշակի պլատոյի, այսինքն հագեցվածության այդ որոշումների եւ այլ որոշումների արդյունքներով Արդյունքում 25 թվականին մենք նաև կառավարության կողմից ընդունվեց սուբսիդավորման ծրագիր նոր ուղղություններով եւ դրանից օգտվեցին այս պահին ունենք երկու ավիաընկերություն, որոնք օգտվում են եւ 25 թվականին արձանագրեցինք 7.5% աճ 24 թվականի նկատմամբ։ Միաժամանակ նաև օդային փոխադրումների ոլորտում իրականացվեցին բարեփոխումներ, մասնավորապես տարբեր ծառայությունների մասով թվային համակարգով սկսեցին այդ ծառայությունները իրականացվել եւ 2026 թվականին արդեն ունենք նույնպես որոշակի աճ այդ իրականացված փոփոխություններով ներկայացված նախագծով ինչ ենք առաջարկում Նախ այս կառավարության որոշմամբ սահմանված են այն հիմնական պահանջները, որոնք գործում են ավիաընկերությունների նկատմամբ, այսինքն մինիմալ որքան չվերթեր պետք է իրականացվեն ինչ ուղղություններով եւ այլ պայմաններ։ Գործող խմբագրությամբ ամառային եւ ձմեռային ժամանակահատվածներում չվերթեր իրականացնելիս սահմանված են մինիմալ չվերթերի պահանջներ, համապատասխանաբար 28 չվերթ ամառային ժամանակահատվածում եւ 20 չվերթ ձմեռային ժամանակահատվածում։ Սրա կիրառությունը որոշակի արդյունք տվեց, սակայն բազմաթիվ ընկերություններ դիմում են այն հարցով, որ եւ փաստը ցույց է տալիս, որ օրինակ ընկերությունները կարող են ամառային ժամանակահատվածում իրականացնել 60 չվերթ, 70 չվերթ, բայց ձմեռային ժամանակահատվածում չկարողանան իրականացնել ելնելով ուղևորահոսքից այդ մինիմալ 20 չվերթը եւ չեն կարողանում օգտվել այդ օդի տուրքի արտոնությունից, որոշ դեպքերում էլ չեն մեկնարկում այդ չվերթերը։ Եվ սա է պատճառը, որ այս որոշմամբ մենք առաջարկում ենք մեկ թիվ ֆիքսել ամբողջ տարվա ամառային եւ ձմեռային ժամանակահատվածների համար մինիմալ 40 չվերթի իրականացում եւ չնշելով թե ամառայինում որքան պետք է իրականացվի եւ ձմեռայինում որքան պետք է իրականացվի։ 2026 թվականին նաեւ պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ իրականացրեցինք, գործող խմբագրությամբ այդ օդի տուրքի արտոնությունները տրվում են 3 տարի ժամկետով, 2 տարի ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ։ Եվ նոր փոփոխություններով, որոնք մայիսի 6-ից ուժի մեջ են մտել, հնարավորություն կա 2 անգամ 2 տարով երկարաձգելու։ Հիմա, քանի որ կարգում համապատասխանեցնելու խնդիր կա, կարգում այդ երկարաձգման պրոցեդուրաները համապատասխանեցրել ենք գործող օրենսդրությանը։ Եվ երրորդը, քանի որ նախկինում թույլտվությունները եւ օդի տուրքից ազատման այդ ռեժիմը իրականացվում էր նախարարության կողմից թղթային եղանակով եւ հրամաններով, նշումներով եւ այլն, եւ դա մենք 24 թվականից ամբողջությամբ թվայնացրել ենք եւ թույլտվությունների տրամադրման կարգն է փոխվել, ապա այստեղ նույնպես համապատասխան փոփոխություններ ենք իրականացնում եւ համապատասխանեցնում ենք թույլտվությունների տրամադրման կարգին։ Եթե գլոբալ ապա սա է, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Սիմոնյան, հարգելի գործընկերներ, կարծում եմ արդեն իսկ կարող ենք ասել, որ նշված որոշումները, որը կայացրել ենք նախկինում, այն շարքից են, որոնք ընթացքում իրենց արդյունավետությունը ապացուցեցին։ Ավիացիայի ոլորտում մենք բարդությունների եւ խնդիրների ճանապարհով ի վերջո հասել ենք մի կետի, որտեղ լավատեսությունը գերակշռում է եւ Հայաստանում զբոսաշրջության թվերի էական աճը իհարկե կապված է նաեւ այդ որոշումների հետ
եւ կարծում եմ արժևում մենք ավիացիայի ոլորտում երկու հիմնական առանցքային խնդիր կա, որը պետք է լուծենք։ Առաջինը Զվարթնոց օդանավակայանի հետագա զարգացման արդեն իսկ համաձայնեցված ծրագիրը հայեցակարգը դեռ master plan-ի մակարդակի չենք հասել, թե հասել ենք master։ Այսինքն Զվարթնոց օդանավական կարճ ասած չի հերիքում։ Պրոբլեմը պետք է ընդլայնվի հնարավորինս արագ տեմպերով։ Երկրորդը քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, այսինքն մարմնի այնպիսի բարեփոխումը, որտեղ մենք կարողանանք լիարժեք այն ներուժը, որ մեզ հնարավորություն կտա ունենալ միջազգային մակարդակի ավիացիոն անվտանգության ստանդարտներ եւ ոչ միայն ունենալ, այլև դրանք անդադ թարմացնել եւ դրանց կիրառման պատշաճ որակը ապահովել, դա նույնպես անհետաձգելի հարց է։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք օրակարգում ունենք Սյունիք օդանավակայանի միջազգայինի կարգավիճակ տալու հարցը, դա շատ մեծ տնային աշխատանք է պահանջելու մեզնից, եւ իհարկե Շիրակ օդանավակայանի հետագա զարգացման հետ կապված աշխատանքները, որը այս համատեքստում իհարկե կրկին դիտարկելի է։ Ես ավիացիայի ոլորտի բարեփոխումը, այն ինչ որ հիմա տեղի ունենում, կարող եմ համեմատել մասնավորապես եկամտային հարկի վերադարձի գոտիավորման մեր շատ կարևոր ռազմավարական ծրագրի հետ, որը մենք ընդունեցինք 2020 թվականին, հիշում եք, որ մենք դրանով արձանագրեցինք, որ սահմանափակումներ են գործելու Երևանում, հետո Երևանամերձ մարզերում։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ 2027 թվականի հունվարի 1-ին Երևանամերձ մարզերի այդ արտոնությունը սպառվելու է։ Եվ ես այս գլխից ուզում եմ ասել, որ մենք չենք երկարացնելու, այնպես որ բոլոր այն ներդրողները, ովքեր պլաններ ունեն, պետքա մինչև 2027 թվականի հունվարի 1-ը ունենան շինարարության թույլտվություն, որպեսզի գործի, որովհետև հիմա արդեն ժամանակն է, որ երկրորդ հեռավորության վրա գտնվող մարզերում գործի ծրագիրը, որտեղ նույնպես որոշակի սահմանափակումներ կլինեն, բայց մենք ուզում ենք այս բնականաշինարարությունը տեղափոխվի։ Ես հստակ ասում եմ եւ չեմ քննարկելու այս հարցը 2027 թվականի հունվարի 1-ին Երևանամերձ մարզերի համար ժամկետը ավարտվում է եւ չի երկարացվելու։ Նրանք ժամանակ կա, ովքեր մտածում են, պլաններ ունեն, այսօր թող իրենց ներդրումային ծրագրերը ճշտեն եւ 2027 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունենան շինարարության թույլտվություն, եթե ոչ արդեն պետք է մտածեն մյուս մարզերում շինարարություն իրականացնելու մասին։